Շիրով ներկայացնում ենք պանացեա, բրենդ, որը շուրջ 30 տարի ներկայացնում է առողջարար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է նարինե բիոպրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, ով սկսեց արտադրել լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ։ Այն դարձել է հասանելի բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են բնական բարձրորակ կաթից, խստորեն վերահսկվող պայմաններում, առանց որևէ արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ պանացեան վստահության արժանացած ընտրություն է հայկական ընտանիքների համար։ Իդեպ, բրենդը շարունակում է ընդլայնվել, ներկայացնելով նաև ընտանեկան սիրելի կիսապատրաստի մթերքներ, սիրնիկներ, խաչապուրի, պելմենիներ եւ այլն։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ուրախ ենք, որ կրկին հանդիպում ենք հեքիաթի սենյակում։ Այսօր եւս պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ, անչափ հետաքրքիր եւ եթերային հեքիաթ, Արևիկ, թե ինչպես առաջացան թիթեռների թևերը, այնպես որ լավ տեղավորվեք էկրանների առաջ եւ ուշադիր լսեք մեր հեքիաթը։ Բայց մինչ կանցնենք հեքիաթին, պետք է ներկայացնենք մեր այսօրվա հյուրին, այսօր մեր հյուրն է լինելու Լուսին։ Ողջույն Լուսի։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Ինչ նախասիրություններ ունես։ Նկարում եմ։ Ահա, կարծես թե բոլորը նկարում են։ Ես եմ սիրում նկարել։ Լուսիկս Դանիելյան արտուժը նկարեց, չէ՞։ Երգել, Երկեր։ բարել։ Բարել։ Բոլոր աղջիկներն էլ սիրում են բարել։ Բայց մի յուրահատուկ բան էլ կա կարծես թե Լուսի դու չասացիր։ Կարդալ։ Կարդալը չէ։ Ես գիտեմ, որ դու նաև զբաղվում ես ուլունքա։ Գործություն։ Այո, շատ հետաքրքիր աշխատանք է, սիրում ես։ Հա։ Ունես ինչ-որ պատկերներ քո ձեռքով պատրաստած։ Ինչ օրինակ։ Թևնոց։ Հա, այդ զարդեր ես պատրաստում։ Ես մտածեցի, թե ուլունքներով, այսպես որ կտավի վրա ինչ-որ չէ, տեսել եմ այդպիսի աշխատանքներ, չգիտեմ ինչպես են կոչվում դրան, բայց շատ գեղեցիկ են։ Ապրես Լուսի, շատ ուրախ ենք, որ դու մեր հյուրն ես։ Հիմա պատմիր, թե որ դասանում ես սովորում։ Չորրորդեմ, տեղափոխվում եմ 5-րդ։ Իսկ որ դպրոցում ես սովորում։ 155։ Քո սիրած առարկան որն է։ Նկարել եւ մաթեմատիկա։ Մաթեմատիկան։ Լավ ես մաթեմատիկայից։ Գիծես, իսկ չսիրած առարկան։ Չկա։ Չկա։ Ուրեմն դու քո ուսուցչին շատ ես սիրում, եթե չկա, շատ ես սիրում։ Դե ողջունիր քո ուսուցչուն։ Ողջունիր, ինչպես է նրա ազգանունը։ Ընկեր Գրիգորյան։ Ահա, դե ողջունիր ընկեր Գրիգորյանին հեքիաթի սենյակից։ Ողջույն ընկեր Գրիգորյան։ Այո, մենք էլ ենք ողջունում, որովհետև Լուսի սիրում է բոլոր առարկաները, դա նշանակում է, որ դուք լավ ուսուցչուհի եք, ընկեր Գրիգորյան։ Լուսի, տեսնում ես ինչ հետաքրքիր հեքիաթ ենք պատրաստել, դու նախորդ ծանոթացել ես, քեզ դուր եկավ։ Շատ, չէ, վերջում քննարկելու ենք, կխոսենք դրա մասին, բայց հիշեցնենք, որ մենք ունենք եւս մեկ բալիկ, ով հյուր չէ, ով հանդիսանում է Դանիելյան Art Studio-ի Սան, այս ընթացքում մեզ հետ կլինի Դանիելյան Art Studio-ի Սան Սարան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Ահա, շնորհակալություն հայտնենք Արևիկ Կլուբ Կապիտալին, որը աջակցում է հեքիաթի սենյակին։ Շնորհակալություն ենք հայտնում Պանացեա ընկերությանը, որը ներկայացնում է անարատ կաթից պատրաստած բարձրորակ յոգուրտներ, ինչպես նաև նարինե պրոդուկտը։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Ինչպես առաջացան թիթեռների թևերը։ Շատ տարիներ առաջ, երբ երկնքին կարելի էր հասնել ամենաբարձր ծառի կատարին կանգնելով, երկրի վրա ծիածան գոյություն չուներ, իսկ թիթեռներն էլ թևեր չունեին։ Նրանք նեկտար գտնելու համար ծաղկից ծաղիկ սողալով էին հասնում։ Այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ։ Նա ցանկանում էր հավաքել ու իր ամրոցում պահել ամենաարժեքավոր ու գեղեցիկ իրերը։ Նա արդեն ոսկու եւ թանկարժեք քարերի սարեր ուներ, սակայն դրանք իրեն քիչ էին թվում։
Եվ նա հավաքեց ու իր ամրոցի սունդուկներից մեկում պահեց երկրի բոլոր անձրևաբեր ամպերն ու գույները։ Երկիրը մռայլվեց եւ դարձավ սև ու սպիտակ։ Շատ տխրեցին ծաղիկները, նրանք բոլորը դարձան միանման ու անձրև չլինելու պատճառով սկսեցին թոշնել։ Օգնեցեք մեզ, օգնեցեք, խնդրեցին ծաղիկները թռչուններին։ Դուք կարող եք թռչել բարձր ու հասնել կախարդի դղյակին։ Վերադարձրեք անձրևն ու գույները։ Մենք ժամանակ չունենք, ծվծվացին թռչունները։ Մենք բույն ենք հյուսում եւ նույնիսկ ուրախ ենք, որ անձրև չի գալու։ Օգնեք մեզ, օգնեք, խնդրեցին ծաղիկները եղջերուներին։ Դուք կարող եք արագ վազել ու հասնել կախարդի դղյակին։ Վերադարձրեք անձրևն ու գույները։ Մենք շատ զբաղված ենք, պատասխանեցին եղջերուները։ Մենք խոտ ենք ուտում, քանի դեռ այն լրիվ չի չորացել, իսկ թե այն ինչ գույն ունի, մեզ համար միևնույն է։ Ոչ ոք չցանկացավ օգնել ծաղիկներին, եւ հանկարծ ինչ որ մեկի բարակ ձայնը լսվեց գետնի վրայից. Մենք ձեզ կօգնենք ու երկիրն կվերադարձնենք գույներն ու անձրևը։ Պարզվեց, որ դա թիթեռներից մեկի ձայնն էր, որն այդ պահին սողում էր մոտակայքում, բայց դուք այնքան փոքրիկ եք, ասացին ծաղիկները, ինչ կարող եք դուք անել։ Մենք կփորձենք, պատասխանեցին թիթեռներն ու ճամփա ընկան։ Ճանապարհը երկար էր ու դժվար, բայց ահա վերջապես թիթեռները սողալով հասան բարձր լեռանը, որը հասնում էր երկնքին։ Իսկ լեռան կատարին էլ հենց գտնվում էր չար կախարդի դղյակը։ Ու քաջ թիթեռները սողալով հասան ամրոցին ու ներս մտան։ Նրանք գանձերի կույտեր գտան, բայց այնտեղ չգտան այն, ինչ փնտրում էին։ Իսկ հետո թիթեռները տեսան մեծ կողպեքով փակված հսկա սնդուկը։ Սնդուկի մոտ քնած էր կախարդը, իսկ կողպեքի բանալին նա պահել էր բերանում։ Թիթեռնիկները իրենց բեղիկներով քութը տվեցին կախարդի քիթը։ Նա քնի մեջ փռշտաց ու բանալին ջուրս ցրավ բերանից։ Թիթեռնիկները վերցրեցին բանալին ու տեղավորելով կողպեքի մեջ պտտացրեցին այն։ Սնդուկը բացվեց եւ այնտեղից դուրս թռան անձրևաբեր ամպերը։ Բայց նրանք այնքան երկար էին փակված եղել գույների հետ, որ խառնվել էին նրանց։ Գույնզգույն ամպերը օդ բարձացավ ու զգույշ հեռացավ դղյակից, իսկ թիթեռները վերադարձի ճամփա բռնեցին։ Այս ամենն այնքան լուր կատարվեց, որ կախարդը նույնիսկ չառնացավ, քանի դեռ թիթեռները սողում էին դեպի իրենց սակազարդ մարգագետին, ազատված անձրևաբեր ամպերներից ամբողջ աշխարհի վրա անձրև էր գալիս արդեն։ Ամպերին խառնված գույները ցած թափվեցին երկրի վրա եւ երկնքում հայտնվեց ամենաառաջին ծիածանը։ Անձրևը կենդանացրեց չորացած ծառերն ու խոտերը եւ նրանց վերադարձրեց գույները։ Ծաղիկները շատ ուրախ էին, նրանք նորից դարձել էին վառ ու բազմերանգ։ Որպես շնորհակալություն յուրաքանչյուր ծաղիկ թիթեռներին տվեց իր ծաղկաթերթերից մեկը, ու ծաղկաթերթերը դարձան թևեր։ Այժմ թիթեռները կարող էին թռչել ծաղկից ծաղիկ ու սնվել ծաղիկների համեղ նեկտարով։ Այդ ժամանակից ի վեր անձրևից հետո երկնքում հայտնվում է ծիածանը, իսկ երկրի վրա ուրախ թռչկոտում են բազմագույն թիթեռները։ Լուսի, սկզբում ասացիր, որ քեզ շատ էր դուր եկել, իսկ ինչը քեզ դուր եկավ հատկապես։ Որ թիթեռները բարի եղան եւ Օգնեցին եւ ստացան նաեւ թևեր, թևեր ու ծիածան։ Այո, բնության բոլոր հրաշքները շատ կարևոր են մեր կյանքում, իսկ թիթեռները գալիս են դեպքում պատահական թիթեռները, երկու ծաղիկ ես դնում գալիս են, չէ՞։ Ես նկատել եմ, երբ պատահականագույն ծաղիկ թիթեռները անվանման գալիս են։ Լուսի, մի քիչ պատմիր հեքիաթներից, դու ինչ հեքիաթներ ես կարդացել եւ ո՞րն է քո սիրած հեքիաթը։ Փոքրիկ իշխան, այո, ամենալավ հեքիաթը, Փոքրիկ իշխանը, դա հեքիաթ
Չէ, կարծում եմ ոչ միայն հեքիաթ, այլ շատ գեղեցիկ եւ բարի պատմություն։ Էլ բոլորը, ասա բոլորը։ Իսկ ինչ որոշ ես տալիս, ու ընկերին։ Որ կարդան։ Այո, եւ լավ սովորել, չէ։ Իսկ ավելացնելու ինչ որ բան, ինչ կուզես, հեքիաթը սենյակն ավելացնել։ Որ բոլորը կտեսնեն եւ Ահա, առաջարկ ես անում, որ երեխաները գան քեզ համար հաճելի է։ Այո, երեխաները կարծում են բոլորին եմ հաճելի է այս գեղեցիկ ստուդիոները։ Դե ինչ, երևի թե արևի ժամանակն է։ Որ տեսնենք թե որ հերոսին է պատկերել Սարա։ Արևի հրաժեշտից առաջ շնորհակալություն հայտնենք Սուրբ Պասխալին, որը աջակցում է հեքիաթի սերնդին, եւ շնորհակալություն հայտնենք Պանացեա ընկերությանը, որը պատրաստել է մեր հյուրերի համար մեր յոգուրտներ եւ իհարկե նարինե պրոդուկտ Սարքեսուսի։ Սա մենք գտանք Սարային։ Այո։ Իսկ դուք սիրելի փոքրիկներ, մի մոռացեք հետևել ամեն շաբաթ մեր ծրագրերի, ինչպես նաեւ կարող են դիտել Մեծ YouTube-ով գրելով հեքիաթի սենյակ հայատար կամ լատինատար։ եւ դրեք նաեւ ձեր առաջարկները, եթե ուզում եք մասնակցել, անպայման մեր Instagram-յան էջին դրեք։ Դե ինչ եկեք երեքս միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին։ Ցտեսություն։